Հովհաննես Թումանյան, անբան հուրին։ Լինում է չի լինում մի կնիկ։ Այս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը հուրի, մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ, սարապ նստած։ Բանն ինչ անեմ, կեղտոտ է, բամբակը կորիզոտ է, մաստակ պիտի որ ծամեմ, կտերը տիտի կանեմ, անցնողին մտի կանեմ, ուտեմ, խմեմ, մթնին քնեմ։ Հարևանները անունը դնում են անբան հուրի, ինչ մերն է, աղջկանը գովելով ման է գալի։ Լիդերը գզող, լիդերը մանող, համ խճուճող, համ խճուճը հանող, ձևող, տարող, հունցող, թխող, եփող, թափող, մի խոսքով հուրի հրեղեն, մատները ոսկի։ Այս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Այս երիտասարդ վաճառականն ասում է. Իմ ուզածն էլ հենց սա է որ կա, գնամ, հուրին ուզեմ, հետ ամուսնանամ, պսակվեմ, բերեմ մեր տուն։ Մի քանի ժամանակից ետը մի 10-20 բեռը բամբակ է առնում, տալիս կնկանն ու ասում. Գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ ես բամբակը գզի, մանի, գամ տանեմ, ծախեմ, հարստանանք։ Անբան հուրին է իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կռկռում են. Փեփել կիկել, փեփել կիկել։ Վույ, աղջի փեփել կեկել, որ բամբակ բերեմ ձեզ տամ կգզեք։ Բեր։ Անբան հուրին ուրախանում է, գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։ Դե գզեցեք, մանեցեք, մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։ Գնում է, մի քանի օրից ետ է գալիս։ Գորտերը էլի կռկռում են. Փեփել կիկել։ Աղջի փեփել կեկել, դե մանածը բերեք։ Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։ Հուրին մին էլ որ նայում է, աչքով ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ հումռը։ Վույ, քորանամ ես, տես համ գզել ու մանել են, համ խալի չա են գործել իրենց համար։ Դե որ խալի չա է գործել, մեր բամբակի փողը բերեք։ Ձեն է տալի ու ոտը փոխում, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի, հանում է տեսնում մի կտոր ոսկի։ Փեփելին ու կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս է տեսնում, իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։ Այ կնիկ, էս ինչ ոսկի է։ Բա չես ասիլ, բամբակը փեփելի ու կեկելի վրա ծախեցի։ Բամբակի փողն է։ Մարդը ոնց է ուրախանում, այնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաններ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ այնպես խելոք, շնորհքով աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։ Զոքանչը խորաման կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռացնելով պտտվում սենյակում։ Այս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին, ասում է. Բարով եկար, մորքուր ջան, ոնց ես, որտեղ ես, այսքան ժամանակ չես երևում, ախր քեզ ով էր ասում, այդքան բան անես, որ էդ օրը ընկնես։ Այ մեր, խելագարվեցիր, քեզ ինչ պատահեց, այդ բզեզին էդ ինչ ես ասում, մորքուրս որն է։ Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես, չես ասիր, այս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր, ամբողջ օր աշխատում էր, շատ աշխատեց, կուչ եկավ, պստիկացավ,
Էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է, շատ աշխատասեր ենք, բայց աշխատելուց պստիկանում են, բզեզ ենք դառնում։ Էն որ Փեսեն լսում է, վախից քիչ է մնում պրոշը ճաքի։ Էն է լինում, որ էն արգելում է հուրին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։